Ադաման և նրա առաջնորդությունը դեպի բարձր տարածաչափություններ։ Այելեց Սեգալ, Ադամայի դուստր։ Պատերազմ Իրանում աստղային դարպասի վերահսկման համար։ Ես Այելեց Սեգալն եմ, Ադամայի դուստրը։ Այս օրերին մենք ականատես ենք մի պատերազմի, որը սպասվել է շատ դարաշրջանների ընթացքում։ Նույնիսկ լույսի հոգևոր գրքերում գրվել է այս պատերազմի մասին։ Ոմանք այն ճանաչում են որպես Գոգի և Մագոգի պատերազմ։ Ապագայի տեսանող Նոստրադամուսը նույնպես գրել է դրա մասին, և այն հիշատակվում է նաև այնպիսի հոգևոր աշխատություններում, ինչպիսիք են Զմրուխ տեսալիքները, Ենոքի բանալիները և այլ հին աղբյուրներ, որոնք իրենց մեջ կրում են երկիր մոլորակի վրա տեղի ունեցած իրական պատմությունը։ Վերջին ամիսներին որպես հաղորդատու ես առավել քան երբևէ լսել եմ իմ առաջնորդների ձայները, Թելոսի գերագույն վարդապետ Ադաման, ով բերում է լեմուրական լույսի ձայնը, վարպետ Զին, բազում ներկայացուցիչը, և Մետատրոնը, գահակիրների արքայազնը։ Նրանց ուղերձները բազմիցս ապացուցել են իրենց ճշգրտությունը։ Շատ անգամ նրանք ինձ ցույց են տվել տեսիլքներ, որոնք իրականացել են հետագայում։ Այսօր, երբ արդեն 16 տարի ես նվիրվել եմ լույսի դեսպանների ձայներին, կարող եմ տեսնել, թե որքան վստահելի և ճշգրիտ են նրանք։ Նրանք միշտ խոսում են էական հարցերի մասին, շատ ավելի խոր, քան այն, ինչ մեզ ցույց է տրվում։ Այս պատերազմի սկսվելուց առաջ ինձ հաղորդեցին, որ մենք մոտենում ենք մաքրման այս ճակատամարտին։ Շատ ամիսներ առաջ ես Լույսի լեգիոնի հետ միասին Իսրայելի տարբեր վայրերից հաղորդակիցների խմբի հետ ուղղորդվեցի աջակցել Իրանում գտնվող լույսի դեսպաններին, որոնք պատրաստվել էին այս օրերին։ Մենք մեծ աշխատանք կատարեցինք հենց այս պահի համար, և հիմա այն եկել է։ Պատերազմների դարաշրջանը ավարտվել է, բազմիցս կրկնում էր Ադաման, իմ ուսուցիչն ու հայրը։ Իսկապես, աշխարհի առաջնորդներն էլ են սկսել ասել, որ սա վերջին պատերազմն է։ Մարդկությանը տրվող աջակցությունը հսկայական է։ Երբ մարդիկ ավելի քիչ են կենտրոնանում արտաքին շեղումների վրա և վերադառնում են իրենց հոգու էությանը, վերելքի գործընթացը ավելի ու ավելի է արտահայտվում ֆիզիկական աշխարհում։ Մենք ճանապարհին ենք, փոխանցում է Ադաման։ Մենք գտնվում ենք մեր մոլորակային վերելքի ճանապարհորդության մեջ։ Նա ցույց է տալիս ինձ, թե ինչպես է մարդկությունը անցնում դժոխքի դարպասների միջով իր ներսում, երբ ամեն ծանոթ բան փլվում ու կոտրվում է։ Եվ ապա մարդիկ արթնանում են և ստիպված են նորից սովորել առաջին քայլերը նոր աշխարհում։ Վախը երբեմն խաթարում է շատերի տեսողությունը, սակայն հենց այդ վախի միջից սկսվում է այն հոգու աճը, որը համարձակվում է տեսնել ճշմարտությունը։ Մարդկության մեծ մասի համար ճշմարտությունը այն վերջին բանն է, որը պետք է հայտնի դառնա։ Որն է Իրանի հետ պատերազմի իրական էությունը։ Ահաբեկություն, նավթի պաշարների վերահսկում, ժողովրդավարություն ընդդեմ բռնապետության, սա բացարձակ պատրանք է։ Ճշմարտությունը դեռ չի ասվել մարդկությանը, որովհետև այդ ճշմարտության հենց գաղափարն ինքը դուրս է մարդկային միջին վիճակագրական մտքի ընկալման սահմաններից։ Այդ պատճառով հեռուստատեսության և լրատվամիջոցների միջոցով մարդկանց ներկայացվում են տարբեր պատմություններ։ Հիշեք սա, յուրաքանչյուր տեղեկության հետևում կանգնած է ռազմավարների մեծ խումբ, որը ձևավորում է այն, ինչ պետք է ասվի։ Այս բառերը գրելիս ես խնդրում եմ Ադամային առաջնորդել ինձ, որպեսզի ճիշտ ձևում փոխանցեմ այս զգայուն տեղեկատվությունը։ 16 տարի առաջ ես առաջին անգամ գրել էի Լույսի քաղաքի Թելոսի մասին։ Ես կիսվել էի այն ամենով, ինչ տեսել էր Աուրելիան։ Ես համարձակվեցի ընդունել մի ճշմարտություն, որը տրամաբանական միտքը չէր կարող ընդունել, սակայն սիրտը ինձ ցկեց ինչպես մագնիս և ցույց տվեց ճանապարհը դեպի լույսի խորքերը Թելոսում, Լեմուրիայում։ Այսօր կրկին ես սրտով եմ զգում։ Ադաման Սեն-Ժերմենի հետ միասին ինձ տանում են հին Պարսկաստանի անապատները։ Նրանք ցույց են տալիս ինձ հովիտները, բարձր լեռները և բաց դարպասը։ Այս աստղային դարպասը մոլորակի վրա գտնվող 10 դարպասներից մեկն է։ Այն սկսել է բացվել։ Ադաման ցույց է տալիս ինձ, թե ինչպես Լեմուրիայի ժամանակներում բոլոր աստղային դարպասները բաց էին և թրթռում էին, թույլ տալով հեշտ անցում աշխարհների միջև։ Երբ մութը եկավ և Լեմուրիան վերացավ, լեմուրական քահանաները փակեցին դարպասները և թաքցրին նրանց մուտքերը, որպեսզի մութը չտարածվի տիեզերքում և այլ տարածաչափություններում։ Մեկ գիշերվա ընթացքում բոլոր միջգալակտիկական կենտրոնները անհետացան։ Լույսի պահապաններ ներգրավվեցին մոլորակը ամբողջական փլուզումից պաշտպանելու համար։ Այնուհետև մոլորակը ընկավ 100 հազարավոր տարիների մթի մեջ։ Մենք լույսի դեսպանները վերադարձել ենք այժմ, այն կրկին լուսավորելու համար։
Մեզանից շատերը կրում են նախորդ մարմնավորումների հիշողությունները, երբեմն ոչ հեշտ հիշողություններ։ Սակայն այսօր մենք վերադարձել ենք տասնյակ հազարավոր տարիներից հետո։ Լույսի նորալիքները հասանելի են դառնում ավելի ու ավելի շատ մարդկանց։ Թրթիրների հաճախականությունը շարունակում է բարձրանալ։ Մոլորակը ստանում է լույսի ցունամի, եւ այդ պատճառով մութը բացահայտվում եւ մաքրվում է։ Ինչպես ասում են, երբ գորգը բարձրացնում են, խավարասերները սկսում են փախչել։ Եվ մենք շարունակում ենք մեր առաքելությունը, լուսավորելով եւ աջակցելով այն հոգիներին, որոնք օգնություն են փնտրում։ Մենք բացում ենք դարպասները եւ թույլ ենք տալիս մարդկությանը սովորել տիրապետել մեծ հոգու նոր գործիքներին։ Իսկ հիմա ես զիջում եմ իմ տեղը հորս, Ադամային։ Նա փոխարինում է ինձ, որպեսզի անձամբ փոխանցի ձեզ իր ուղերձը։ Տեսեք, սիրելիներս, եւ իմացեք, որ լույսի մեծ օրը արդեն ներկա է մոլորակի վրա։ Ավելի ու ավելի շատ հոգիներ գտել են ճանապարհը եւ վերադարձել են դեպի մեծ լույս։ Դուք տեսնում եք, որ պատմությունները այլևս պարզապես պատմություններ չեն հետմահու կյանքի մասին, ինքնաբուժման ունակության մասին, լույսի քաղաքում կյանքի մասին։ Այս պատմությունները դարձել են փաստեր, որոնք պատմում են միլիոնավոր մարդիկ, ովքեր անցել են փոխակերպման եւ վերելքի միջով։ Ճշմարտությունը արդեն առկա է եւ դրա հետ միասին գալիս է փոփոխությունը եւ փոխակերպումը մարդկության կյանքում։ Այն ժամանակներում աստղային դարպասով անցնելը նույնն էր, ինչպես դուք այսօր օդանավակայաններով ճանապարհորդում եք ձեր մոլորակի տարբեր վայրեր։ Աստղային դարպասը բացում է ճանապարհներ դեպի այլ աստղեր, արեգակնային համակարգեր եւ հեռավոր տիեզերքներ։ Պարսկաստանի աստղային դարպասը արթնացել է։ Այն երբեք ամբողջությամբ փակված չի եղել հին ժամանակներում։ Այդ պատճառով այժմ, երբ մոլորակի հաճախականությունը բարձրանում է, այն կարող է մագնիսացնել արթնացողներին եւ թույլ տալ անցում դեպի այլ աշխարհներ։ Լույսի եւ մթի պայքարը, որը տևել է տասնյակ հազարավոր տարիներ, այժմ մոտենում է իր ավարտին։ Դուք ականատես եք այն ժամանակին, երբ մենք այլևս թույլ չենք տա մթին կամ մարդկության նկատմամբ գերիշխանությանը գոյություն ունենալ։ Այդ հին մութ մշակույթը, որը ծագել է շատ հեռավոր աստղից, կվերադառնա իր մոլորակ եւ այլևս չի կարողանա լքել այն։ Այդ քաղաքակրթությունը կլուծարվի եւ կվերանա։ Տիեզերքի բազմաթիվ շրջաններ այժմ ներգրավված են այս պայքարում։ Լույսի բոլոր համակարգերը ներկա են իրենց բարձրագույն մակարդակով տիեզերքի անսահման տարածություններից եւ նաեւ ձեր ներսում գտնվող անսահմանությունից։ Սիրելիներս, ինչպես ես բազմիցս գրել եմ Թելոսի գրքերում Աուրելիայի, Դայանի եւ իմ դուստր Այելետի միջոցով, ձեր ներսում տեղի ունեցող մաքրումը, հին կարմայի եւ հնացած մարդկային ձևերի ազատագրումը ձեզ հնարավորություն է տալիս բարձրանալ եւ կրկին քայլել որպես լույսի էակներ այն բազմատարածքային իրականության մեջ, որն այժմ բացահայտվում է շատերի համար։ Այդ պատճառով աստղային դարպասը բաբախում է եւ ձեզանից շատերը դա զգում են։ Լույսի այդ բաբախումները հասնում են նույնիսկ մերձավոր արևելք, Երուսաղեմի սիրտը։ Դրանք արթնացնում են ձեր ներսում գտնվող հին հիշողությունները։ Թույլ տվեք ձեզ զգալ, թույլ տվեք ձեզ անցնել սահմաններից այն կողմ։ Ամեն անգամ, երբ դուք մտնում եք բազմատարածքային գիտակցության մեջ, երկակի աշխարհի սահմաններից դուրս, դուք ընդլայնում եք դարպասները մյուսների համար, ովքեր սովորում են անցնել դրանց միջով։ Դուք գտնվում եք վճռական փուլում, որի արդյունքը շուտով կարտահայտվի։ Միակ աստվածային ներկայությունը առաջնորդում է ձեր յուրաքանչյուր քայլ կատարյալ ճշգրտությամբ։ Մոլորակի հաջորդ փուլերը շարունակվելու են մինչև տեղի ունենա ամբողջական մաքրումը եւ երկրի ժողովուրդները հավիտյան ազատագրվեն։ Ես հիշեցնում եմ ձեզ, աստղային լույսի զավակներ, դուք մենակ չեք։ Մենք ձեզ հետ ենք լույսի քաղաք Թելոսից։ Թելոսի ժողովուրդը, բազումքի ներկայացուցիչները եւ լույսի այլ քաղաքակրթություններ կանգնած են ձեր կողքին։ Ես աշխատում եմ 12-ի խորհրդի, Լույսի լեգիոնի, գալակտիկական համադաշնության խորհրդի, տիեզերական խորհրդի, Մելքիսեդեկի համակարգի եւ Մետատրոնի հետ, իմ դուստր Այելետի միջոցով եւ այն մարդկանց հետ, ովքեր իրենց սրտով տեսնում են այժմ բացվող ճշմարտությունը։ Շահագործման դարաշրջանը ավարտվել է։ Խեղաթյուրման դարաշրջանը ավարտվել է։
Խաբեության դարաշրջանը ավարտվել է։ Պատերազմների դարաշրջանը ավարտվել է։ Դուք օրհնված եք։ Մնացեք ձեր լույսի մեջ առաջիկա օրերին։ Ես եմ Ադաման։